Բարի երեկո, հարգելի հայազգ, ես ուզում եմ կարդալ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության դատապարտող դիրքորոշումը այսօրվա դեպքերի առթիվ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ ուղղված հարձակման վերաբերյալ Քոչարի կուսակցության դատապարտող դիրքորոշումը։ Մենք Քոչարի կուսակցության խորհրդի անդամներս և կուսակցության անդամներս խորապես մտահոգված ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցած այսօրվա միջադեպով, որն ազգային արժեքների, հոգևոր ժառանգության և պատմական ինստիտուտների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորում է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր բոլոր ճյուղերով, թեմերով հանդիսանում է ոչ միայն հոգևոր կենտրոն, այլ նաև ազգային ինքնության պահապան։ Այս համատեքստում կարևոր է, որ յուրաքանչյուր հոգևոր առաջնորդ, հատկապես բարձրագույն կարգավիճակ ունեցող, ինչպես Աճապայանը, հանդես գա փաստացի գնահատականներով։ Սակայն եթե տվյալ պահին նման հայտարարություն չի հնչում, մենք որպես քաղաքական ուժ չենք կարող լռել։ Մեր հայտարարության հեղինակներս խորը մտահոգված ենք և վճռական մերժմամբ արձագանքում ենք Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռի նկատմամբ իրականացվող գործողություններին, որոնք իրենց էությամբ ներկայացնում են հարձակման ակտ ազգային հոգևոր և ինքնության հիմնասյուների դեմ կատարվող գործողություն։ Սա պարզապես գաղափարական հակասություն չէ, սա ծրագրված հետևողական գործընթաց է, ուղղված է եկեղեցու վարկաբեկմանը, հոգևոր արժեքների հեղինակազրկմանը և հայոց պետականության հազարամյակային արժեհամակարգի կազմաքանդմանը։ Այո, մենք դատապարտում ենք առաջին՝ Միքայել arczepiskopos-ի դեմ իրականացվող ուղղակի կամ անուղղակի քաղաքական վարկաբեկման փորձերը, որոնք ակնհայտորեն միտված են եկեղեցու ինքնիշխան կառավարման հեղինակության խարխլելուն, երկրորդ՝ հոգևոր կենտրոնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ձևավորված ատելության խոսքի խրախուսմանը, որը նպաստում է հասարակական բևեռացման, անվստահության և ներքին թշնամության խորացմանը, երրորդ՝ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ պետական աջակցություն իջեցնելու լատենտ քաղաքականությանը, որը թիրախավորում է ոչ միայն կառույցը, այլև ազգային ինքնություն կրող հիմնարկությունը ամբողջությամբ։ Սա ոտնահարում է ՀՀ 17-րդ հոդվածը, որը ապահովում է Հայաստանի եկեղեցու անկախությունը և ազատ գործունեությունը Հայ առաքելական, կրոնական ազատության և պատմամշակութային ժառանգության պահպանման միջազգային նորմերը, հավատացյալների իրավունքի ազատ հետևելու իրենց հոգևոր առաջնորդությանը առանց պետական միջամտության կամ ճնշման։ Հոդվածին արդեն հակառակը։ Մեր կոչն է Հայաստանի բոլոր պետական, հոգևոր, մտավորական, հանրային շրջանակներին միանալ դատապարտմանը, կանգնել Մայր Աթոռի՝ որպես ազգային և հոգևոր կենտրոնի պաշտպանության կողքին, միջազգային կրոնական և մարդու իրավունքների կազմակերպություններին հետևել և արձագանքել այս գործընթացին, որպես կրոնական ազատության դեմ ճնշման նախադեպի։ Եզրափակչում ձևակերպենք. Մայր Աթոռի վրա հարձակվել նշանակում է հարձակվել ազգային հենքի վրա, իսկ ազգային ինքնությունից հրաժարվելը պատմական ինքնասպանություն է։ Մենք չենք լռելու, մենք կանգնած ենք հավատքի, մշակույթի և հայ եկեղեցու կողքին։ 27 հունիս 2025 թվական։ Առայժմ, հարգելիներս,